մի բան ասել եմ, սեն չկեր։ Այսինքն դու կարաս կանգնած ես պապա, ոչ թե էկոնոմիկոն, այլ հակառակած այստեղ։ Սիրված դերասան Գևորգ Գրիգորյանը մեկնել էր Արցախ, չէր նկարահանվում որևէ հեռուստասերիալում, վերջին անգամ որտեղ նկարահանվել էր հեռուստանախագծերից մեկը «Արյունոտ խաղադրույքն» էր, այնուհետև դերասանը նկարահանվեց նաև Մերի Հակոբյանի «Տեսահոլովակում»։ Այնուհետև հրավեր ստացավ Ելենա Արշակյանի «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալից ու մեծ սիրով ընդունեց այն։ Ինչպես դերասանը ինքն է նշել հարցազրույցներից մեկում, այլևս նկարահանվելու կամ առհասարակ դերասանական գործունեությունը շարունակելու ցանկություն չկար, ես ինձ գտել էի ուրիշ աշխարհում։ «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալի նկարահանումներն անցնում են դրական մթնոլորտում, դերասանների հետ առաջին անգամ է աշխատում, սակայն նրանցից շատերը նրա երկար տարիների ծանոթներն ու մտերիմներն են, դա հատկապես հաճելի է դարձնում աշխատանքը։ Աշխատանքային պրոցեսը շատ հեշտ է անցնում, չհաշված ֆիզիկական դժվարությունն ինձ համար միասին առաջին անգամ ենք աշխատում, բայց շուտ հունի մեջ ընկանք ու նկարահանման հրապարակում ընկերական մթնոլորտ է տիրում, երիտասարդ դերասաններն իմ ուսանողական, ոմանք նույնիսկ մանկության ընկերներն են, ասում է նա։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանը վստահ չէ, որ այս սերիալից հետո այլ նախագծում հանդես գալու առաջարկ կընդունի կամ էլ երբևիցե թատրոն կվերադառնա։ Նա նշում է, որ դա կարող է խանգարել իր մյուս աշխատանքներին, ինչպես նաև ընտանիքին հոգ տանելուն։ Չեմ մտածել այդ ուղղությամբ, ինձ ավելի շատ ժամանակ է պետք բիզնեսը կարգավորելու համար։ Էկրաններին լինելն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Պիտի հոգ տանեմ ընտանիքիս մասին ու ստեղծեմ իմ սեփականը, եթե ամբողջ ժամանակս տրամադրեմ սերիալին, չեմ կարողանա դա պատշաճ կերպով անել, իսկ թատրոն ինձ թվում է, որ կվերադառնամ, ասաց նա։ Գևորգ, կպատմեք ձեր ձեռքբերումների մասին և որն եք համարում ամենամեծ ձեռքբերումը ձեր։ Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս։ Շատերը եկան, գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան։ Ի դեպ, ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս, ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է։ Մինչ կնոջից բաժանվելը հարցազրույցներից մեկում նշել էր Գևորգ Գրիգորյանը։ Դերասանի գործունեությանը հետևող երկրպագուները գիտեն, որ Գևորգը պարբերաբար նոր հետաքրքրություններ է գտնում, հիմա նա նոր հոբբի ունի, նոր աշխատանք է գտել իր համար, որն անվանում է երազանքի իրականացում։ Դերասանը որոշ ժամանակ տեղափոխվել էր Արցախ ապրելու, լրիվ այլ գործ ու զբաղմունք ունեմ, Գանձասարի մոտ հողատարածք եմ վերցրել, փայտից տնակներ եմ կառուցում, զիփլայն է լինելու, ուզում եմ էկո ճամբար ստեղծել և զարգացնել տուրիզմն Արցախում, ասում է դերասանը։ Գևորգը շեշտում է, որ այս գաղափարի իրականացումն իր ու սիրելիի երազանքն է։ Կինս ինձ հետ է, միասին ենք Սարերում գտել այն տարածքը, որտեղ ուզում ենք կառուցել տնակներ, դա երկուսիս երազանքն է, կարելի է ասել, հիմա իրականացնում ենք մեր երազանքը, բոլորը երազում են փայտից տնակ ունենալ Սարերում, իսկ մենք արդեն ունենք այն տնակը, որն ինքներս ենք կառուցել։ Արցախի ընտրությունը պատահական չէ, դերասանն ասում է, ուղղակի սիրահարված է Արցախին, մանկուց է սիրել Արցախը, իսկ վերջին 1 տարում իր մեջ ամրապնդվել է այնտեղ ապրելու գաղափարը։ Այս տարվա ընթացքում 6-7 անգամ գնացի Արցախ ու հասկացա, որ ուզում եմ ապրել այնտեղ։ Ինչ վերաբերում է դերասանական կարիերային, նա մի քանի տարի առաջ ևս հայտարարել էր, որ հեռանում է ասպարեզից, սակայն 3 տարվա լռությունից հետո սկսեց կրկին նկարահանվել։ Հարցին հնարավոր է որոշ ժամանակ անց կրկին որոշի փոխել որոշումը, նա պատասխանեց. չեմ բացառում, որ ժամանակ անց էլի կնկարահանվեմ, սակայն հիմա իմ ցանկությունների մեջ դա չի մտնում։ Այն ժամանակ, երբ հայտարարեցի, որ չեմ նկարահանվելու, 3 տարի չնկարահանվեցի, հիմա Արցախում բավականին անելիքներ ունեմ, մոտ 3 տարի միայն կառուցելու եմ ճամբարը, ֆիզիկապես էլ ժամանակ չեմ ունենա նոր նախագծերում նկարահանվելու։ Դերասան Գևորգ Գրիգորյանը պատերազմի հենց առաջին օրերից եղել է առաջնագծում և նոր գրառում է արել խոսելով պատերազմի մասին հիշողություններից։ Նոր հասկացա, պատերազմի մասին հիշողությունները ցավոտ են, բայց ամենալավն են, որովհետև այդ հիշողությունը կերտված է եղբայրների ու ընկերների սուրբ թափված արյունով ու ինքնազոհաբերությամբ։ Դրանք ամենաթանկն էին, ամենաթանկն ա տված այդ հիշողությունները ունենալու համար, գրել էր դերասանը։